Բարև ժողովուրդ ջան, կներեք ճիշտ ասած երեք չկարացա վիդեո գցեմ, որովհետև ինչպես տեսնում եք չիպերս վերջացել են։ Ես էլ մտածեցի ինչ անեմ, առնեմ, թե ինչ-որ մի հատ ուրիշ հետաքրքիր բան ցույց տամ։ Ասեցի լավ, սպասեմ մի օր թող անցնի։ Այդ մի օրը որ անցնում է, ինչպես տեսնում եք, այս վերևի կողմը բան է, տենց տուփա ոնց որ տուփի մոտ կարմիր տես նշան է խաղում, նշանակում է օրվա մեջ մի անգամ դու իրավունք ունես այս անիվը պտտելու։ Ասեցի իրար հետ անենք, հետաքրքիր է ինչ ձև կլինի։ Ես սովորաբար այն ժամանակ եմ չիպ առնում, երբ որ 2 անգամ կամ 3 անգամն են գնում, այդ ժամանակ գոնե ասենք որ փող ես տալի առնում ես, կրկնակի երակի չիպ է գալի, մի քիչ ձեռ է տալի, թե չէ ինքը շատ թանկ է, էլի։ Հələ մա տեսնենք ինչ կլինի։ Okay, լավ, ամենաշատ չիպն եղավ, որպես նվեր, okay։ Շատ լավ կլիներ, որ այդ անգամ 3-ի վրա կանգներ են մեջտեղին, որ կանգնի, ես կգնամ չիպ առնելու։ Կանգնի, չէ, չկանգնեց, ես ինչ է։ Ընդամենը 5 ոսկի, էդի շատ բան չի անում։ Բայց այդ 390 չիպը ահագին է, որ կարողանանք 2 խաղ խաղանք։ Ճիշտ է, չեն կարող խաղալ հարուստի խաղը։ Ես ուզում էի ցույց տայի, ասենք, ուրիշ ինչ ճանապարհներով կարաս խաղաս, բայց մինչև իմ չիպ առնելը ես հետագայում կառնեմ չիպ, որտեվ ես իմ հարուստի խաղը հարցեր չի։ Ուղղակի այս մի 2-3 վիդեոները հետաքրքրության համար մտածում եմ ինչ ուրիշ ձևերով դու կարաս, ինչ որ մեկը որ չիպ չունի, կարող է չիպ ստանալ։ Տարբերակներից մեկը հետևյալն է։ Այս կանաչ չիպերը որ հավաքվել են 600,000 քանի հարյուր ունեմ։ Եթե դու նկատես, կարաս մտնես խաղի մեջ, որտեղ կարծեմ 30 վայրկյանանոց մի հատ ռեկլամ ես նայում, ու եթե հաղթես այդ խաղը 101-ից է միջալոց, 151-ի չի։ 50 չիպ հետ է շահում։ Այսինքն ոնց որ դու կարող ես, եթե օրվա մեջ շատ չես խաղում, 2-3 խաղ ես խաղում, դու կարաս էսի խաղաս, չիպերդ հավաքես, հետո մի հատ, ասենք, իսկական կարմիր չիպերով խաղ մտնես խաղաս։ Կարևորը մեկը այդքան չիպերը չեն, կարևորը խաղն է, որ ուզում ես խաղաս, հավես է անցնում։ Ես մեկ ջղայնանում եմ, երբ որ պարտվում եմ, բայց դա չի նշանակում, որ խաղը չեմ սիրում։ Ուղղակի տենց է ստացվում։ Հիմա ես պաուզա կանեմ ռեկլամի ժամանակ, հետո ռեկլամը որ վերջանա, կսկսեմ։ Okay, ռեկլամները վերջացան, խաղը սկսվեց։ Եթե նկատում եք, 101-ից է խաղը։ Սպասի, արկածին ինչով էր բանողոս խոսում, չհասկացանք, մի հատ սրտի տզով, մեկը ғարի տզով, հա, okay, խնդրում, բախներս բերես։
Հայրապետ, եթե տզերը 10-ը մոտ է, պիտի տայր։ Ինչ եղավ։ Մեզ պետք է միոյին էլ տանենք։ Եթե միոյինը չտանենք, կարող է տակ տանք, հայդարա կլնենք։ Հա էլի։ Չէ, տարանք։ Oh my god։ Ինչ ափսոս է լինելու։ Դե ես մտածեցի գոնե մի հատիկ 10 կունենա, ուղղակի ինգերս 10-ը պայս փոխանակ իմ տզերին, դա, օքեյ։ Այսինքն ավելի ապահով է, որ մենք մեկ-մեկ որ ընկերներով խաղում ենք, տզերի 4 թուղթը հաշվում ենք աղոզի ժամը 20, այս ծրագիրը հաշվում է 19, սո ապահովության համար պիտի 29-ը խոսանք, ոչ թե 30, որ հանկարծ այս ձևի պատահական բաներ չլինեն։ Եսի մենք էլ նիչ չունի, որ ғարը այսքան հելավ։ 9-10 դամակարոտ, սա ғարը մեր մոտ է երևի։ Ցավոք ոչի բան չունեմ, որ ավելանամ։ Լավ չեղավ էսի, կարող է կապուտ լինենք։ Այո։ Ոչ քյապը տվին, ոչ ғար տվեցին, ես զգացի, որ կապուտ էր լինելու։ Ափսոս, տզերից աղոզ ենք բռնել, բայց ուրիշ բան չի գալի, որ տանենք, են մյուս հոյները կապուտ եղանք, ոնց որ թարս լինի։ Հլստենա, ինչ անստեց ձերդ։ Այ։ Կարան թող հանեն։ Եթե թերզ մեր ձեսից չլինի, ինձ թվում է այս երկու տուզը տանենք, ահա, հերիքա։ Վերջ, տակ տվեցին իրանք, երևի, եթե բլոտ չկա դուրսը։ Բլոտ չկա դուրսը, տակ են տվել, օքեյ, հաղթեսինք ես օյինը, ժողովուրդ ջան, և նշանակում է մի 50 չիպ կստանանք, մի ուրիշ հետաքրքիր բան է կա, լավ բան է կա ես խաղը, ճիշտ է, կարող է դու ասենք շատ չիպ չես շահում, բայց մի հաշվել արեք, որ չեք է դնում խաղի մեջ, բայց հաղթելուց հետո, եթե ուշադրություն դարձնեք, հեսա կտեսնեք։ Չնայած, որ այս ձևի ֆորմատով ենք խաղում, ամեն դեպքում դու XP ստանում ես, տես 17 XP տվեց, այսինքն էլի դու կարաս ես տարբերակով գնաց հասնես օրինակ մյուս լևելի, ու մի մոռացեք, որ մյուս լևելը, որ ասենք հաղթում եք, միշտ չիպ է տալիս, այսինքն ոնց որ չիպեր ստանալու մի քանի տարբերակներ կա։ Փաս։
Արկածի տակ կտես մի հել։ Հիանալի։ Դե ես բնականաբար կապուտ չէի կար ասել։ Տզրից հետ մի հատ ամեն մեկի հետ մի հատ զույգ կար, մի հատ թայ կար, որ ցածր էր, ասենք, բան, ասենք 10 դուրս էլի հանգիստ կտանեն։ Ես չգիտեմ ընկերոջս մոտ ինչ կա։ Սրանք սիրում են, հա, աղոս խոսալ։ Հաս հանեք Փոխիր ղար է ձև լավ էր ղարը մոտդ։ Թերզով անեցինք, ոքի։ Ինձ թվում է իրանք իրանց 13, հա, 13 աղոզը տակ էին տալու, այս ինչ ա եկել, դա մի հատ քյապուտ կասեմ ու վերջ։ Այ մի ջալոց, եթե զարմանակ ես ոնց ա որ VIP ունեմ, Edek որ չիպերս պրծել էր այդ բանն է, անիվն է պտտում, մի ամիս VIP, թե 5 օր VIP ինգավ, պաս, ինչքան ասում, 4 օր ամնաց, 5 օր VIP էր ընգել, դու հետա կրկիր եմ, ոնց ասկացա կարում եմ սենց բաներ անեմ, բայց չգիտես ինչի ինձ ցույց չի տալիս այդ բաները, ծիծաղ-միծաղները, ավելի շատ ցույց է տալիս երևի իրանց, չգիտեմ էլ աշխատում է թե չէ, ես ինքս տեսնում եմ, որ մարդիկ անում են VIP, բայց իմ մարասները ցույց չի տալիս ինձ, չգիտեմ։ Ո, չախվավ էտի, չախվավ այսինքն, ոչ չախվավ, ու ետել իրանց մոտ, հա, ոչի բան չունի, թերս բլոտ ուներ, հա, բայց չոքնեց, մեծերը մեր մոտ էր, ոքեյ, ես օրին էլ պրծավ, լավ, ինչպես տեսակ հետաքրքիր է, համ դու ես կանաչից ես ծախսում, աչոք ես հավաքում, ամել ոնց որ experience ես փորձ ես ձեռք բերում 49-ից հասնես դեպի 50-ի, ասենք հաջորդ level-ին, եթե տեսնում եք, մենք գիտեք, մենք անընդհատ ուզում ենք հասնենք այդ մակարդակին, որ պրոֆեսիոնալների մոդն է բացվի, եկեք մի հատ էլ սրանից խաղանք մեծից,
ու վերջացնենք այսօրվա վիդեոն։ Okay, 1 րոպե սպասելուց հետո խաղացողները կան։ Հիմա տեսնենք մեզ ինչ ձեռ կտա։ Այն նրա նման թե ավելի վատ ձեռ է տալու։ Չնայած այնտեղ միեսի մի ճնտիր բաներ չէր տալի, մի հատիկ տզի 4 թուղթ տվեց, որը շատ լավ է, բայց համենայն դեպս ասենք այնպես նորմալ քարտ չէր տալիս։ Հիմա տեսնենք ստեղ ինչ է անելու։ Okay, ոնց հասկացաք, առաջին օինը մնաց իրանց վրա։ Երկուսը մոտնա։ Ես ասեցի երևի նոցի իշմարն էր, մի հատ տզի իշմար էր։ Ճիշտ ասած չտեսա, Դավիթը երևի մի անգամից 10 էր ասվել, դրան ուշադրություն չի դարձրել։ Շատ լավ էր, պարտվեցին։ Վատ չի, լավ ձեռ է։ Նման մարդիկ 50-ով, 100-ով չգնան ես իմ որտեղ հասնեն, ու չկարողանան խոսանք, որտեղ մեծ ձեռը ընդամենը փոքր թերզ է։ Արի սենց անենք։ Քանի հատ ընկեր ունես։ Ընկեր լավ էլի, մի հատ էլ տուր։ Աղոզ ես խոսացել։ Կապուտ եմ ասում։ Եթե հանկարծ 2 հատ ուշի եղել ձեռդ, ապեր։ Բա որ մեկը քյապին է լինի։ Հայտարարել։ 1 լավ է, քյապինը չի 2 3 Են մյուսն էլ արի ես փախնեմ և վերջ, խաղը վերջացած է։ Դե ընկերս աղոզ էր խոսում, այսի ոնց էլ լինի 2 հատ դուրս կլինի մոտը։ Ճիշտ ասած հետո մոմենտ ֆայմեցի, կարող է մեկը հանկարծ քյապիտուզն լինի։ Հենը բախտուս բերեց բանը չէր, քյապիտուզը չէր, այն մյուսներն էին։ Յո։ Մի անգամից 13 Փաս։ Ուզում է ասել ընկերս պիտի բլոտ ունենա, հնարավոր չի։ 4 5 6 Շատ սիրուն։ Հիանալի խաղ եղավ։ Ոչի բան չունեմ խոսալու։ Молодец. Կարող է խաչի դուզն եմ որտեղ դնի պատահական։ Ինձ թվում է ինքը խաչի դուզ ունի, բայց ցավոք սրտի ինձ թվում է իր ավելորդ խաչը փախավ։ Ոնց որ թե չեմ կարողանալ բռնեմ։ Այո։
Օ, ամենայն դեպս եղավ։ Հայ տակ էին տալու, հա։ Քիչ էր մնում։ Ուզում եմ ասել մեզ մոտ աղոս 10-ա պետք ու ճիշտն ասած Էսի շատ սիրուն բանա քար ա եկել խաչը տաս ամեն մեկը մի բան խոսած Դե ընկերս պիտի հասկանա որ ես տազեր ունեմ իմ մոտ Հաս, ապսոս շատ սիրուն քար էր Որտև քյապի յոթ եք խաղայի Երևի դուզու դուզ կգար Օ Իմանայի մեծով կխաղայի Արի մի հատ է փորձենք Շատ լավ եղավ Հիանալի եղավ Ոյ, շնորհակալություն Դու մի հատ է չախեն Շատ մերսի Են էլ տվեք Բրծավ խաղը, հաղթեցինք ժողովության շատ հետաքրքիր հիանալի խաղեր էին, ճիշտ ասած չեմ հիշում վերջի անգամ երբ որ 3 հատ խաղի հետևից հաղթել էինք, բայց շատ հետաքրքիր սիրուն խաղեր էին, կտեսնվենք վաղը անպայման, ես սպասում եմ հենց այդ անիվը պտտեմ ու 2-3 անգամ ընկնի անպայման չիպ եմ առնելու, քանի հենց 2-3 անգամը չի ընկել, ես մի քանի օր սենց հետաքրքիր տարբեր ձևերով են կանաչ չիպերով այս խաղերից խաղանք, որտեղ սրանք էլ են հետաքրքիր։ Ուրիշ մարդիկ կան, որ դրանք էլ են սիրում, որտեղ ասենք իրանք էդ են խաղում։ Խնդրում եմ լայքեք, շեյրարեք, կոմենտարիաներում ակտիվ եղեք, կտեսնենք վաղը լավ որ ձեզ բոլորիդ հաջողություն։